բնակիչներ, սիրելի մասիսցիներ, սիրելի արցախցիներ, մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը։ Հունիսի 7-ը շատ ճակատագրական օր է։ Մենք պետք է համախմբվենք, կարողանանք միասնական ոչ հասել այս երկրի քանդող եւ դավաճան հանցագործին։ Այսօր մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց ես կցանկանամ խոսել մեր ազգային անվտանգության խնդրի մասին։ Դա ծնելիությունն է։ Սամվել Կարապետյանը ոչ միայն առաջարկում է, այլ հիմնավորում եւ կանգնում է բազմազավակ ընտանիքների կողքին։ Սամվել Կարապետյանը 4-րդ երեխաներին տրամադրում է 2 միլիոն դրամ, 5 եւ ավել երեխաներին բնակարան։ Եվ սա նպաստելու է, որպեսզի բազմազավակ ընտանիքները զգան պետության աջակցությունը, զգան, որ իրենք երկրի հիմնասյունն են։ Դուք գիտեք, մարդկային ներուժը Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորն է եւ անվտանգության ամենամեծ խնդիրը։ Մենք միասին կարող ենք շատ բան փոխել։ Պետությունը, որ կանգնած է քաղաքացու կողքին, դարձնում է խնդիրը լուծելի։ Մեր ժողովուրդը, մեր պետությունը եւ մեր սփյուռքը պետք է տեսնի մեր միասնականությունը։ Այսօր շատերը փորձում են բարակտել, տարածել ատելություն, թշնամանք, անհանդուրժողականություն, բայց հայ մարդը չի կարող հայ մարդու նկատմամբ ատելություն քարոզել։ Դա հայկական օրակարգ չէ։ Մեր իրական համախմբումը կարող է բերել միասնականության եւ ուժի հաղթանակի։ Մենք պատմության մեջ ունեցել ենք շատ դրվագներ եւ հայտնվել ենք շատ ավելի վատ իրավիճակներում, բայց մենք կարողացել ենք գտնել ճանապարհի ելքերը եւ այսօր մենք այդ ճանապարհներից մեկը ունենք։ Մեզ ասում են, որ անկախության հռչակագիրը դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն է, բայց այսօր ապացուցում են հակառակը։ Դուք գիտեք, որ էլի խոսում էին անկլավների մասին, ասում էին դա օրակարգում չկա, բայց այսօր տեսնում ենք անում են հակառակը։ Մենք գտնվում ենք Մասիս քաղաքում եւ շրջակա գյուղերում, դուք գիտեք, որքան ադրբեջանցիներ են ապրել։ Եվ եթե այսօր մենք ոչ չարսենք այս իշխանություններին, այդ 300,000 ադրբեջանցիները հայտնվելու են մեր բնակավայրերում։ Մենք արդեն մի քանի անգամ տեղահանվել ենք եւ պետք է այլևս թույլ չտանք կրկնակի տեղահանումներ։ Մեզ ասում են, մենք չենք գալիս իշխանությունը ինքնանպատակ վերցնելու, մենք գալիս ենք ապահովելու հայի հարատևությունը, Հայաստանի ապագան։ Պետք է գանք եւ կառուցենք Հայաստանը, որի մասին երազում է յուրաքանչյուր հայ, արցախցի, սփյուռքահայ, ովքեր որ աշխարհի մի տարբեր ծայրերում գտնվելով իրենց սիրտը բաբախում է Հայաստանի համար։ Եվ սա լավ առիթ է, որ ապացուցենք Հայաստանը, հայը պետք է լինի շարունակական։ Եվ մենք հունիսի 7-ին օրինական ճանապարհով պետք է ոչ ասենք այս իշխանություններին։ Գնանք ընտրատեղամասեր, վերցնենք համար 3 քրեաթերթիկը եւ քվեարկենք հանուն այն Հայաստանի մասին, որի մասին երազում ենք բոլորս, որի համար զոհվել են հազարավոր տղաներ եւ այսօր այդ օրն է գալու, որ ապացուցենք Հայաստանը լինելու է։ Մենք հավատացած ենք, ունենք ուժ, կամք, հավատ եւ հնարավորություն այս ամենը փոխելը։ Ուրեմն առաջ ուժ